Արվեստագետները աշխարհը կամ ընդհանրապես իրենց շրջապատը ընկալում են բոլորովին այլ կերպ։ Նրանք առավել նրբանկատ են, առավել զգայուն, տպավորվող։ Թերևս հենց այդ է պատճառը, որ նրանց հետ զրույցը ստացվում է կամ շատ հետաքրքիր, կամ հակառակը չի ստացվում։ Ջավահիր Եղիկյանի զրույցը Մուրադ Ջանիբեկյանի հետ կարծում եմ ստացվել է։ Ստուգելու համար արդյոք ճիշտ են խաղում դերասանները, Էֆրոսն առաջարկում է պետք է հաստապակի տեղադրել դերասանի եւ հանդիսատեսի միջև։ Եթե դահլիճը չի լսում, բայց հասկանում է, ուրեմն դերասանը ճիշտ է խաղում։ Այսօր հաստապակիով չենք եկել մեր հյուրի մոտ, քանի որ չենք հետևելու նրա դերասանական խաղին, այլ զրուցելու ենք արվեստագետի հոգեբանությամբ երևանցի Մուրադ Ջանիբեկյանի հետ։ Եթե հնարավորություն ունենայիք Երևանի արտաքինը փոխելու, ինչից կսկսեիք։ Երևանը ինչքան էլ ուզում ես փոխի ինքը իր հին հոտը ունի եւ մի օր էլի արձակումը ինչքան էլ ձևափոխես ինքը գաղտնիք ունի Երևանը։ Բոլորին սրտաբաց ընդունում է բոլորին։ Բայց հետո ինչ որ տարօրինակ մաղ ունի։ Մաղում ով ավելորդ է գնում նորից։ Հետո ի տարբերություն Արևմտյան Հայաստանի, Արևելյան Հայաստանը ինչ որ գաղտնիք ունի, բոլոր այդ ուրարտույական դամբարան բանը միայն այստեղ են, այնտեղ ուղղակի եկեղեցիներ են կառուցվել, բայց գաղտնիքը ինչ որ Արևելյան Հայաստանում ու հենց այնպես չի, որ սա պահպանվեց, նա ոչ։ Իսկ ձևափոխել ինքը իրան կամած ինքն ավելի շուտ իրան ձևափոխում, քան մենք պիտի ձևափոխենք։ Ու մի օր կմաղի ու կմնա, ես ուղղակի կարոտեմ են հին Երևանին, որովհետև այդ թվի տղեկից ենք եղել երևանցի, են հին Երևանի բուրմունքը ու ընկերությունը, ամեն ինչը հուշում էր, ցավ կար, ջիգար կար։ Եվ Երևանը ինքը կփոխի մեզ, նորից կհետ դարձնի ինքը տենց գաղտնիք ունի։ Ըստ ձեզ Երևանը ում կամ ինչի է նման։ Մի անգամ Աղասին Այվազյան ասեց, Հայաստանը նման էր կրծած լավաշի քարտեզի վրա։ Երևանը նման է երևանցուն, իսկական բնիկ երևանցուն։ Իր հոտով, համով, տեսակով։ Կուզենայիք ֆիլմ նկարահանել Երևանի մասին։ Իսկական են մարդը, որ պիտի գա նկարի, դա կոնկրետ ինձ չի վերաբերում։ Այդ մարդուն հնարավորությունը չի տրվում երևին։ Գուցե կրկնվում են, բայց ինչու ձեզ չենք տեսնում սերիալներում, այդքան ապահոված եք։ Պարզապես ես երևի այն հազվագյուտներից եմ, որ չեմ նկարահանվում, ունեցել եմ հրավերներ շատ, բայց ինչ որ պլան կա ուզում եմ պահպանել, բայց ես չափանիշ չեմ, ասեմ ձեզ, հետո ուզում եմ մի քիչ սատար կանգնել իմ կոլեգաներին, որ այդքան չարչարվել են, սովորել են, գործենար է, նա չէր գնալու, չգիտեմ, պլոտնիկ աշխատեր, որ իր կյանքը գոյատևությունը պահպաներ, պիտի գնա իր գործին, ընդհակառակը վիրավորական է, երբ որ այժմ աշխատուժ են գտնում ու փորձում են, չգիտեմ, վարորդ, մյուսին բերել, նկարել եւ տարբերությունը դառնում է ոչ մի բան, կարող է մի այսօրը այդ անկապ մարդը կանգնի, քեզ ասի բարև ձեզ, ինչպես ես կոլեգա։ Դա նույն բանն է, ոնց որ ես գնամ կույրավիքի օպերացիա անեմ։ Տխուր է։ Դերասանը իր գործով պիտի զբաղվի։ Երբ որ Վիլյամ Սարոյանը մի օր եկավ Հայաստան առաջին անգամ, ոչինչ չտեսած, հենց օդակայանում իրեն հարցրին, ասեցին, ինչ կարծիք եք Սովետ միության մասին, ասեց, անչափ շատ կհավնեմ, աղվոր երգիր է, ամա ափսոս ոչ ոք իր տեղում չի։ Պարոն Ջանիբեկյան, կուզենայիք ձեր սեփական թատրոնն ունենալ։ Պատկերացրեք, որ չի ուզենա, որովհետև ես այդպես հակումներ հատուկ ղեկավար լինելու չունեմ։ Ես բացեցի իմ կոմպանիան կինո, հասկանալու ինչ բան է նաև ղեկավար լինել, դա շատ անջանք է։ Բայց ուզեցի մի քանի գործ անել, որովհետև կինոն ինքը մնայուն արժեք։
թատրոնը էս պահն, իսկական արվեստը թատրոնն է։ Հավանում եք այսօրվա երիտասարդներին նրանց, ովքեր դերասան դառնալու շեմին են։ Ջահելություն նախ գալիս է, ասեմ ձեզ, բավականին հետաքրքիր պարոդա ունի։ Արմենոիդը նորից խոսում է իր մեջ, ինչքան էլ որ 15 թվի գաղթից, թուրքական կոտորածից սկսեցին բռակ մարդիկ ծնվել բան տեսքով, բայց միևնույն է, սորտը նորից արթնանում է եւ տեսնում եմ գեղեցիկ երիտասարդներ կան, պարոդաներ կան, որոնք վաղը հաստատ ասելիք կունենան։ Ինչ չկա Երևանում, որի պակասը դուք զգում եք։ Իսկական երևանցիներն են դատարկվել։ Առանց իրանց կոլորիտ չկա։ Դժվարանում ես շփման մեջ, հասկացողության մեջ, մարդարարածը ինքը գաղտնիք է, ինչքան մարդ այնքան բնավորություն, բայց նույն երևանցին պիտի լինի, որպեսզի Երևանը ճիշտ շնչի։ Օտարի արտաշնչած օդը մի տեսակ փոխում է Երևանը։ Բացի Սունդուկյան թատրոնից Երևանյան որ թատրոնների ներկայացումներն եք դիտում։ Ես կարող եմ ինձ համարել են հազվագյուտներից մեկը, որը որ բոլոր թատրոնները գնում եմ, բոլոր ներկայացումները փորձում եմ նայել։ Ես այդպեսի բնավորություն ունեմ։ Մի առիթով ես մայստրոին Տիգրան Մանսուրյանին հարցրեցի, ասեցի դուք այդպես միայն տաղանդավոր էիք, որ այդպես ձեր անունը դուրս եկավ լույս աշխարհ եւ երաժշտության, պոեզիայի, գրականության, չգիտեմ, դերասանի առումով, ասեց չէ, սիստեմն էր այդպես։ Սիստեմը թելադրում էր օրը ցերեկով լամպով անհատներ գտնել։ Մեծ ռեկլամներ են կանում, բայց դա այն չի, ֆունդամենտը չի, մնայուն արժեքի մասին չի խոսքը, այս պահին արեցինք անցավ էլ։ Մուրադ Ջանիբեկյանը որ դերասանին է երանի տալիս։ Երանի, նախ այն երանին այն արտիստին, որին միրավոյ աշխարհի մեջ հնարավորություն ունի դուրս գալու ասելիք ունենալու, որովհետև մեր հնարավորությունները շատ փոքր է, ես իմ ուժերով փորձեցի մի անգամ դուրս գալ միջազգային ասպարեզ, Նյու Յորքի միջազգային փառատոնում եւ Լոս Անջելեսի նկարանաց Համլետ արժանացավ լավագույն արտիստ եւ լավագույն ռեժիսոր մրցանակի, դա էլ իմ փոքր հնարավորությունների մեջ ասած մեծ թռիչք էր։ Ինձ համար կան իհարկե դերասաններ, երկուսն էլ ցավոք հիմա չկան, մեկը Անգլիայի թագավորական թատրոնի Ռիչարդ Հարիսն էր, 22-րդ դարի բոլոր դերասանների ոնց որ բաժինը գողացած լիներ, եւ իհարկե իտալացի մեծ դերասան Նինո Մանֆրեդի։ Պարոն Ջանիբեկյան, ինչից եք վախենում։ 10 պատվիրանների մեջ Աստծո մի պատվիրան կա, որը չկա, վախենալու պատվիրանը, ինքը բոլոր զգացմունքներից ամենաանկեղծ զգացմունքը, զգացողությունը վախն է, սերն էլ են խափում, մյուսն էլ, վախը Տերը այդպես չի ասում, ոնց որ ասում է մի սպանիր, մի գողանար, չի ասում մի վախեցիր, ասում է վախեցիր, վախենում եմ Այն աշխարհում դրախտ չընկնեմ, դրախտի եւ դժոխքի կա իհարկե տարբերություն։ Տարբերությունը նաեւ որ դժոխքում սեր չկա։ Ինչի մասին եք երազում։ Ես այն հազվագյուտներից եմ, որ մինչև այսօր դեռ ռոմանտիզմը մեջից չի դուրս եկել, ես իդեալիստ եմ, ես մատերիալիստ չեմ։ Ես շատ երազանքներ ունեի, որոնցից համարյա ոչ մեկը չի կատարվել այդպես, դանդաղ տարիների ընթացքում հրաժարվել ես, ուրիշ ճաշ չկա։ Երազում եմ մի գեղեցիկ օր արտանայի, ու տեսնեի են կյանքի կաշմարները, որ կային դրանք պարզապես երազներ էին, իսկ ինչ-որ լավագույնը երազել էինք դառնալ իրականություն։ Ավելորդ եմ, այս ֆիլմի գլխավոր դերակատարը եւ սցենարի հեղինակը դուք եք։ Ավելորդ լինելու զգացողություն իսկապես ունեցել եք։ Գիտեք, բանիմաց մարդը երևի
լուրջ իրեն ինչ որ մի պահ կարող է ավելորդ զգա, իսկ այն Զորբան երբեք ավելորդ չի զգում, բայց երբեք էլ ինքը այն չի եղել, որ ճիշտ տեղին լինի, հենց իմին ավելորդ իրենք են, բայց խելացի մարդն միայն պահի տակ իրեն ավելորդ համարում։ Ձեր կերտած կերպարներից ինչ եք սովորել։ Ես իմ հերոսներին սիրում եմ։ Ես սիրում եմ նրանց հազվագյուտ տեսակը, որ ես հնարել եմ։ Ամեն մեկ իր տեսակի, իր խարակտերի մեջ։ Եվ անպայման պիտի մեկը մյուսին նման չլինի։ Այլապես դուրս է գալիս ուղղակի դու խաղում ես տեքստ ես ասում։ Քո տեսակը պիտի հիշի հանդիսատեսը, հետը տանի, իր մտքից չանցնի։ Ինչ կարծիք ունեք այսօրվա հանդիսատես թատրոն կապի մասին։ Հիշում եմ մեծ վարպետ Ֆրունզիկը վարակույրի արանքից նայում է, ասի, հո դու երեխա ես, ինչի ես նայում։ Հանդիսատեսին էր նայում, ասեց, բա որ երկու հատ լուրջ հանդիսատես լինի, ես ոնց գլուխ պահեմ։ Այդ երկու հոգու համար 1000 հոգու մեջ ինքը պետք է խաղար, որտեղ միշտ լինում է։ Ու ձեռքդ չի բարձանում կես ոտով խաղալու երբեք։ Մարդկա ասում է, ես այսօր հավես չունեի, սուտը երևի ինքը դրանից ավել չէր կարող խաղալ, դա արդարացում ընդամենը։ Նկարագրեք այն կնոջ, ում փնտրում եք, կամ գուցե արդեն գտել եք։ Չեմ կարող նկարագրել։ Ես երևի այն մարդկանցից եմ հազվագյուտ, որ իմ կյանքում չստացվեց նույնիսկ սիրահարվել։ Ես տեսել եմ շատ կանանց, բայց երբեք չեմ սիրահարվել։ Ինձ համար չափանիշը Վիկտոր Հյուգոյի Աստվածամորթ տաճարում Քվասեմոդոն էր, որ Էսմերալդայի կողքին պառկեց ու դարդից մեռավ, բողմից, այս է լուրջ սեր էլի։ Իսկ փնտրել ես իմ մտքում նկարագրել եմ, տեսել եմ, նույնիսկ նկարել եմ այդ տեսակը, ու իմ նկարած տեսակը չկա, չեմ հանդիպել։ Երևի տրված չի, երևի, ու շատ բան տրված չի, բայց դա էլ գումարվել է։ Ինչ եք անում այն քաղաքի համար, որտեղ ապրում եք։ Ես իմ գործն եմ անում արդեն 38 տարի է։ Իմ աշխատանքը, թե ինչքանով կընդունի իմ քաղաքը, դա արդեն վերևում ստորագրված է։ Մենք տեղյակ չենք, մենք ընդհանրապես կատարող զինվորներ ենք։ Երևանի որ խնդրով եք մտահոգված, որ կցանկանայիք մենք լրագրողներս լուսաբանեինք։ Գիտեք, Ալեքսանդր Մակեդոնացին լավ խոսք ունի, ասում է իմ հայերը պատերազմի դաշտում իրեն ավելի ապահով էր զգում, քան թատրոնում նստած։ Լուսաբանեք, լավ բան է, որովհետև դա միայն մնում մարդկության համար, պատմության համար։ Երևանը միայն քարով չի։ Երևանը սիրով է։ Երևանը անելիքով է։ Երևանը անկեղծ շնչելով, իրար փոխհարաբերություններ, Երևանը հենց թեկուզ մի տեղ նստելով, իրար դարդ պատմելով, մի բաժակ խմելով, ընկերության մեջ չբամբասելով, կորցրել ենք շատ բան։ Ամեն երևանցուն պետք է սիրել, որովհետև ինքն է կոլորիտ, ինքն է շունչը։ Երևանցին Ռուբիկի նման տղեն է։ Երևանցին Դավիթ Ամալյանի նման տղեն է, որ սիրտը թոքը կբացի, կա ունեմ էլի մի ընկեր Սամվել Գաբրելյան, որ Երևան քաղաքն է լուսավորում, լույսի պես մարդ է ինքը, լույսի պես մարդ է, իր ձևով էլ լուսավորում է քաղաքը, նման պայծառ մարդկանցով կարելի է հույս դնել, որ Երևանի երկնքում ամպերը շատ չմտնեն, մեկ-մեկ էլ պայծառ լույս արձակվի արև։ Մարդիկ, որոնք այստեղից փախել են, գնացել են ապրելու ուրիշ տեղեր, իրենց գոյությունը պաշտպանելու, սառնարանը լիքը լինելու ուտելու, այդպես հետ են գալիս Երևանում տուն առնելու։ Ինք մագնիտական դաշտը աշխարհի բոլոր դաշտերից շատ ավելի ուժեղ է։ Որովհետև այս օդը շնչելուց բոլորն ասում են, սա տեղ չի մնալու, պետք է գնալ։ Ես միակն եմ, որ կմնայի, վերջինը բանալիները կուզեի դռների, ու ներսից կբացեի այն մարդու առաջ, որ սիրով դորը կծեծեր Երևանի, ու կասեի համեցեք։